Սեզոնի կերաս, ծիրանը, լոլիկ, վարունգը, ծաղիկն ու շուտ փչացող, նաև չփչացող ապրանքի արտահանում նարակ կազմակերպելու նպատակով ՊԿ աշխատանքային ստանդարտ երկուշաբթիից ուրբաթ 9-ից 6-ը գրաֆիկին զուգահեռ լրացուցիչ շուրջօրյա աշխատող հատուկ խումբ է ձևավորել։ Մաքսավորների թիմ, որ գիշեր-ցերեկ հետևում ընթացք են տալիս և բիզնեսից ստացած էլեկտրոնային հայտերին և առանձնացված պահեստներից բեռնատարների ճանապարհ ընկնելուն։ Այս 7 երկրի ներսում կատարվող արտահանումները 24/7 ռեժիմով սպասարկվելու են թե փաստաթղթային հսկողությունը, թե բեռի զննումն ու բաց թողումը։ Ժամանակավոր պահպանման պահեստներից առանց ժամային սահմանափակումների կիրականացվեն արտահանման ամբողջ գործընթացը։ Էքսպրես այս ծառայությունը գործարկվել է հունիսի 1-ից կարող են օգտվել բեռները թե ԵԱՏՄ շուկա, թե երրորդ երկիր ուղարկող բիզնեսները։ Այն, որ տերմինալում արդեն հնարավոր է նաև երեկոյան ժամը 6-ից հետո, շաբաթ, կիրակի ու տոն օրերին էլ ապրանքը մեքենան կապարակ ընկելու դուրս գալ, Ուրբան լոջիստիկում սպասարկվող տնտեսվարողներին ակնհայտ ոգևորել է։ Բավական կարագացնի հայտարարատուի համար ժամանակը արտահանման համակարգի մեջ։ Բիզնեսը մինչև սա շուրջօրյա արտահանումը ձևակերպելուն միայն մեկ տարբերակ ուներ՝ օգտվել սահմանային անցակետից, ինչի պատճառով էլ Բագրատաշենում հաճախ մեծ հերթեր էին գոյանում։ Ուսումնասիրեցին էքսպորտի շարժի հիմնական երթուղիներն ու հարցին լուծում գտան, բացատրում է Պետեկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության պատասխանատուն։ Միտքը հենց սակեց այդ հերթերից եւ այդ կուտակումներից խուսափելու համար եւ ստացվում է, որ մեր արտահանողները ցանկացած պահին կարող են դիմել հենց այդ խումբը առանձին նաև զբաղվելու միայն արտահանումներով։ Համոզված եմ, որ տեսանելի կլինի բարեփոխումներ այս ուղղությամբ եւ մեր տնտեսվարողները պետք է որ գոհ մնան։ Ուշադրություն, այնպես չէ, որ մաքսային բոլոր պահեստներից է թույլատրվել շուրջօրյա արտահանումը։ Հաշվի առնելով փաստը, որ երկրից դուրս տարվող բեռներն առավելապես Հայաստանի հյուսիսային մաքսակետերով են հատում սահմանը, ծրագրին կցվել է ապրանքների ժամանակավոր պահպանության առայժմ միայն 4 պահեստ։ Երևանում 2-ն են, մեկը Լոռիում, մեկը Տավուշում Բագրատաշենից ոչ հեռու գտնվող Այրում բնակավայրում։ Եթե բեռը տվյալ հասցեներում լինի, համակարգով ուղարկված արտահանման հայտն էլ ամբողջական, սահմանային մաքսակետի հերթից կխուսափեք, վստահեցնում են ծառայության մաքսավորները։ Որպեսզի խուսափենք ավելորդ ժամանակ կորցնելուց, մի քանի հստակ փաստաթղթեր կան, որոնք տնտեսվարողը պարտադիր կերպով պիտի գցի գործին, դրանք են հենց մաքսային վճարները հավաստող փաստաթղթերը, պայմանագիրը, հաշիվ ապրանքագիրը։ Արտահանման արագացված այս ծառայության դիմաց ՊԿ-ից տեղեկացնում են լրացուցիչ որևէ վճար չկա։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։